Մենք աղոթում ենք, մենք ավետարան ենք կարդում, պատարագի ենք գալիս, հաղորդություն ենք ստանում, բայց ոչ միշտ ենք ապավինում Աստծո մեր կյանքում։ Մենք լավ կերպարի մեջ ենք Աստված պաշտության, բայց այդ զորությունը հավատքի ուրացած ենք ապրում։ Որ երկար ժամանակ յուղում երաշտ է լինում, անձրև չի լինում, յուղացիները հավաքվում են, ասում են Տեր հայր, գնանք Սարի գլխին անդաստան անենք, աղոթենք, որ Աստված անձրև տա։ Եվ ամբողջ յուղով հավաքվում են, որ գնան անդաստանի եւ մի փոքրիկ երեխա անձրևանոց է հետը վերցնում։ Ասում են, այ երեխա, այս 4 եղանակին այս անձրևանոցը ինչի ես վերցրել։ Ասում են, բա գնում ենք աղոթենք, որ անձրև գա։ Հիմա մեր հավատքը այս երեխայի հավատքի նման է, թե այդ մեծերի նման, որ ասում են, ես ինչի ես անձրևանոց վերցրել։ Ամեն մեկս մտածենք մեր մեջ։ Մեր կյանքում հանդիպող իրավիճակների, խնդիրների, դժվարությունների ժամանակ մենք ոնց ենք մեզ դրսևորում, այս երեխայի նման, թե այն մեծերի նման։ Եվ Պողոս առաքյալն ասում է, այսօրվա թուղթը, որ ընթերցվեց, վերջին օրերին չար ժամանակներ պիտի գան, երբ մարդիկ պիտի լինեն անձնասեր, փողասեր, հպարտ, անբարտավան, հայոյող, ծնողներին անհնազանդ, անշնորհակալ, անմաքուր, անհաշտ, անգութ, բանսարկու, անժուշկալ, դաժանաբարո, անբարեսեր, մատնիչ, հանդուգն, մեծամիտ, ավելի շատ հեշտասեր, քան աստվածասեր։ Հեշտություններ սիրող, հաճույքներ սիրող, քան Աստծուն սիրող։ Մարդիկ, որ ունեն Աստված պաշտության կերպարանքը, սակայն ուրացել են նրա զորությունը։ Հիմա որ ասեմ, բնական է, այդպես է, բայց կասեք, դե միշտ էլ տենց է, այո, միշտ էլ տենց է։ Գոնե իմ կյանքի տևողությունը թույլ է տալիս, որ ես այս բաների մասին խոսեմ սրանից մի 50 տարի առաջվա։ Մի 50 տարի առաջ էլ ես կար։ Այս ամեն ինչ որ կարդացի, բայց այսօր շատ ավելի խորացել ու սաստկացել այս ամեն ինչը։ Շատ ավելի, քան այն ժամանակ։